Մոռացեք այն ամենը, ինչ նրանք սովորեցնում են ձեզ որպես երեխա այն մասին, թե ինչպես է գործում աշխարհը։ Կյանքը դասարան չէ, որտեղ ձեռքը բարձրացնելը ուշադրություն է դարձնում, ոչ թե հեքիաթ, որտեղ լավը միշտ հաղթում է։ Դա ամենօրյա պայքար է ավելի հզոր ուժերի դեմ, հանգամանքների դեմ և ամենից առաջ, ընդդեմ իր սեփական սահմանափակումների, և այս պայքարում ոչ ոք չի գա ձեզ փրկելու համար։ Մարդիկ չեն մտածում իրենց հոգնածության, ցավի կամ անապահովության մասին, հարգանքը չի գնում նրանց, ովքեր օգնություն են խնդրում, բայց նրանց համար, ովքեր պահում են նույնիսկ երբ ամեն ինչ փլուզվում է։ Այս նյութում դուք կգտնեք 12 հիմնական սկզբունք նրանց համար, ովքեր այլևս չեն ցանկանում զոհ լինել, առանց ողորմության և առանց պատրանքների, միայն կոշտ ճշմարտություններ, որոնք ամրապնդվում են։ Աշխարհը չի մտածում ձեր խնդիրների մասին, քանի դեռ արդյունք չեք դառնում, այն կարող է ընկղմվել պարտքի, միայնության կամ տառապանքի մեջ, և այնուամենայնիվ դա կլինի անտեսանելի, ոչ այն պատճառով, որ մարդիկ դաժան են, բայց քանի որ կյանքը մատանի պես է աշխատում։ Ով է հատակին, լանդշաֆտի մի մասն է, միայն այն ժամանակ, երբ վեր կենում ես, ուրիշները տեսնում են քո ուժը, հարգանքը բավարար չէ նրանց համար, ովքեր բողոքում են, բայց նրանց համար, ովքեր գործում են, նույնիսկ առանց ուժի։ Հին եղևնիները հասկանում էին, որ ինքնին թուլանում է, մինչդեռ ամրապնդվում է կայուն գործողությունը, հետևաբար իրական մարտիկը լռությամբ է գործում, աջակցում և առաջխաղացում, մինչև ինչպես ես հարցնելու փոխարեն, հարցրեք, ինչպես ստացաք։ Բայց մինչև այդ պահը դուք կմքեք մենակ ծափահարություններ չփնտրելով, բայց քանի որ միայն երկու եղանակ կա, դառնալով մեկից, ով միշտ չի կարող անտեսվել կամ անհետանալ։ Հասարակությունը չի փրկում նրանց, ովքեր աղաչում են, նա միայն նկատում է նրանց, ովքեր այլևս փրկության կարիք չունեն։ Այստեղ նրանք չեն գոյատևում տեսակը, բայց նրանք, ովքեր պահպանում են անհրաժեշտ սառնությունը, դուք կարող եք լինել առավել անկեղծ, ազնիվ և բաց աշխարհում, բայց այն մանրացված կլինի, քանի որ աշխարհը չի պարգևատրում նրբությունը։ Նա փորձարկում է դիմադրությունը, եթե շատ դյուրակիր եք, վերջանում եք լուծարվել, մարդիկ վայելում են բարությունը, երբ դրա հետևում ամրություն չկա, նրանք հարգում են սահմանները, այլ ոչ թե զիջումներ։ Նրանք, ովքեր գոյատևում են, դաժան չեն, բայց գիտեն, թե ինչպես որոշումներ կայացնել, առանց զգացմունքների իրականացման, դա չի գործում խղճահարության համար, չի ներում դավաճաններին ներդաշնակության անունով, մի աշխարհում, որտեղ քիչ են վերաբերվում։ Նրանք, ովքեր բարգավաճում են քաոս, առանց ցնցելու, ովքեր կարող են անհրաժեշտության դեպքում ոչ ասել։ Առբերությունը չարիքի պես հոմանիշ չէ, բայց պարզության, դա հասկանում է, երբ կարեկցանքն ավարտվում է և ինքնուրույն սկսվում է, եթե դուք չեք սովորում ամուր լինել, մի գոյատևեք, և ոչ ոք ձեզ չի հարգելու, free բարությունը պարզապես հարմար է ուրիշների համար։ Եթե չեք սովորում դիմանալ, դուք չեք սովորում ապրել, դա այն չէ, ովքեր ամեն ինչ հեշտությամբ գոյատևելու համար, բայց նրանք, ովքեր չեն փլուզվում, երբ ամեն ինչ փլուզվում է, pain-ը կգա, ինչպես նաև միայնակությունն, դավաճաններն ու գիշերները պարզ։ Նրանք ճանապարհի մի մասն են, եթե նահանջում եք յուրաքանչյուր դժվարությամբ, դուք երբեք չեք աճի։ Աշխարհը չի հարցնում, թե ինչպես եք դուք, նա պարզապես շարունակում է սեղմել, կամ դիմադրեք, կամ անհետանում եք, համբերությունն ուժեղի վահան է, քանի որ այն թույլ է տալիս հատել փոթորիկը, առանց կորցնելու իր էությունը, իսկ մյուսները ցավով կոտրվում են։ Դուք սովորում եք շնչել դրա մեջ, մինչ մյուսները փախչում են ճնշումից, դուք քայլ եք կատարում, մի պահ ցավն այլևս թշնամի չէ և դառնում է նշան։ Դուք ճիշտ ուղու վրա եք, եթե դա հեշտ է, դա այն է, որ դուք դեռ ունեք, աճը միշտ գալիս է դիմադրության միջոցով, միայն նրանք, ովքեր համառ են, իրավունք են ստանում ապրելու իրենց պայմաններով։ Եթե ցանկանում եք հարգանք, նախ սովորեք սպառնալիք լինել, չվնասել, այլ ցույց տալ, որ այն չի կարող շահարկել, աշխարհը չի լսում, թե ով է անվնաս, նա իրեն ուժ է զգում և միայն մեջքի է կանգնում նրա առաջ, կարող եք լինել իմաստուն, մեծահոգի կամ նույնիսկ հանճար, բայց եթե չգիտեք, թե ինչպես ցույց տալ ամրությունը, դուք կօգտագործվեք։ Նրանք, ովքեր գերակշռում են այս սկզբունքը, չեն փնտրում հակամարտություն, բայց դա նույնպես չի խուսափում։ Դուք գիտեք, որ հարգանքը բառերից չի բխում, այլ պարզ սահմաններից։ Եվ սահմանները լուռ, բայց տեսանելի սպառնալիք են, վտանգավոր լինելը չի նշանակում ագրեսիվ լինել, բայց անհրաժեշտության դեպքում դժվար թե գործելու ունակություն, շափայլի սայրի պես։ Բավական է, որ նա այնտեղ լինի, որպեսզի ուրիշները իմանան նրա գոյությունը։ Մարդիկ անընդհատ փորձարկում են միմյանց, նույնիսկ առանց դրա իրականացնելու։ Եթե երբեք ոչ ասեք, դուք երբեք չեք պաշտպանում ինքներդ ձեզ և երբեք չեք պաշտպանում ձեր տարածքը, կորցրել եք։ Հարգանքը սկսվում է այնտեղ, երբ հարմարությունն ավարտվում է։ Եթե ցանկանում եք լուրջ վերաբերվել, դադարեք կանխատեսելի լինել։
Եթե ներսում թույլ եք ցանկացած փոքրիկ բան ձեզ կիջնի հայացք, բառ, վատ օր, դա մեծ ողբերգություններ չէ, որոնք կոտրում են մարդկանց, այլ ամուր ներքին բազայի պակաս, ով է ուժեղացնում իրենք ինքնուրույն քայլ առ քայլ մտածելով մտածելուց հետո։ Սովորել սովորությունից հետո, դուք գիտեք, որ աշխարհը բարի չի լինի, այնպես որ դա անում է անհրաժեշտը, նույնիսկ երբ ցանկություն չունեք, եթե ընտրության չեք կարծրացնում, կյանքը կստիպի, եւ եթե ձեր ներսում ոչինչ չկա, այն կփչանա յուրաքանչյուր գայթակղության հետ, մինչև չհասկանաք, որ արտաքին ուժը ծնվում է չօգտագործված ներքին միջուկից։ Ոչ ոք ձեզ կայունություն չի տա, այս աշխարհում կամ կանոնակարգում եք կանոնները կամ ապրում եք ուրիշների կանոններով, այն կարող է լինել քաղաքավարի, զուսպ և քաղաքավարի, բայց եթե այն չի գծում իր սահմանները, այն ձևավորվելու է ուրիշների նպատակներին։ Մարդիկ, առանց չարի, բնականաբար փնտրում են նրանց, ովքեր կարող են վերահսկել, դա մտադրության առարկա չէ, այլ բնազդի, եթե դուք չեք հասկացնում, թե ինչ եք ընդունում և ինչ չեք հանդուրժում, մյուսները կորոշեն ձեզ համար։ Ամեն ոք, ով իսկապես գիտի, հայտնի է, թե ինչ կարող են դիմանալ և ինչը երբեք թույլ չի տա, դուք կարող եք փակվել, բայց ձեր լռությունը ընտրություն է, դա կարող է տալ, բայց ոչ վախից, այլ ռազմավարության միջոցով։ Ամենից առաջ այն ունի սկզբունքներ, ոչ թե դրանք մակերեսայինորեն տարածված են ցանցերում, բայց կոշտ և հստակ ներքին օրենքներ, դա չի ապրում հաճույք պատճառելու համար, բայց ով է այն, եթե դա ինչ-որ մեկին անհանգստացնում են, դա չի խոնարհվում, քանի որ գիտեք, որ հրաժարվելով ինքներդ ձեզ, կորցնում է ամեն ինչ։ Առանց ինքնության մարդը պարզապես օգտակար է, բայց մեկանգամյա օգտագործման կտոր։ Դուք անընդհատ փորձարկվելու եք, նախ պատահական բառերով, ապա գործողություններով, մինչև վաղ թե ուշ ինչ-որ մեկը կամ ավելի ուշ, կամ իրենց սեփական կյանքը, կտեսնեն նրանց թույլ կողմերը, չարից դուրս, բայց քանի որ աշխարհը միշտ չափում է ձեր կատարածը։ Ամեն օր ինչ-որ մեկը կհետևի, թե որքանով են նրանք կարող գնալ ձեզ հետ, որքան եք թույլ տալիս, թե որքան կարող եք կարգավորել, եթե դուք կուլ եք տալիս վիրավորանքը, այն կուլ կտա մեկ այլ, իսկ մյուսը, մինչև ոչինչ չկա, պարզապես հնազանդ, քաղաքավարի և կոտրված ստվեր։ Հետևաբար, նրանք, ովքեր հասկանում են այս խաղը, չեն փակվում, երբ խախտվում են նրանց սահմանները, ինքներդ կորցնելու համար դա չի հանդուրժում, որովհետև գիտեք։ Ով չի փորձարկում, չի հարգում, և ով հարգում է ոչ մի պատճառով, եթե դուք չեք ցույց տալիս, որ կարող եք վեր կենալ, դուք կանցնեք ձեր կյանքը ձեզ թակոցով, միշտ ժպիտով, բայց թակելով։ Ձեր փրկությունը միայն գործողության մեջ է, կարող եք վերլուծել, բողոքել, սպասել կամ երազել, բայց մինչև այն տեղափոխվի, լվացարան, աշխարհը մտքերով չի փոխվում։ Աշխարհը արտացոլում չի դառնում։ Այն փոփոխվում է որոշումների միջոցով, Ստոիքսը չի դադարեցվել, անսահման կասկածների մեջ ընկել են այն մասին, թե որն է լավագույն ճանապարհը, նրանք նայեցին, թե ինչն էր նրանց հասանելիության մեջ և գործում էր, քանի որ նրանք գիտեին։ Ակցիան միակ հակաթույնն է վախի դեմ, ցավի դեմ, թուլության դեմ, նույնիսկ չնչին ժեստ, մեկ քայլ, մերժում, դժվար զրույց։ Բավական է ներխուժել իներցիան, մարդիկ կորցնում են իրենց գլխում։ Նրանք ծրագրեր են կառուցում, սպասեք կատարյալ պահի, պատկերացրեք իդեալական սցենարներ, բայց կյանքը երբեք չի մատուցում կատարյալ պահը, այն իրականություն է հաղորդում, և եթե ուզում եք գոյատևել մի աշխարհում, որտեղ ոչ ոք չի հետաքրքրում, այն պետք է լինի այն մեկը, ով առաջ է մղում, երբ ուրիշները որոշում են, երբ ուրիշները պարզապես թափվում են, քանի որ միայն շարժումը տալիս է աջակցություն, դա արտացոլումները չեն, ոչ թե հույզերը, այլ գործողությունները, պարզ, համակարգված։ Առանց նրանց, դուք պարզապես գաղափար եք, և գաղափար առանց կատարման փոշին է։ Կանոն 9. Լռությունը զենք է, օգտագործեք այն իմաստուն։ Իմաստ։ Ալևրեսը կորցնում է արժեքը, երբ նրանք շատ են, բացատրություններ, հիմնավորումներ, ողբալներ։ Այս ամենը կանխատեսելի է դարձնում և կանխատեսելի է խոցելի, ուժը ամեն ինչ չի ասում, բայց այն, ինչ պետք է պահվի, մի աշխարհում, որտեղ բոլորը գոռում են, լռությունը դառնում է խորության նշան, դա ընտրություն է, չստանալով սադրանքին չստորագրելը, թույլ կողմերը չթողնելով, չբաշխելով ձեր ծրագրերը նրանց, ովքեր արժանի չեն, որ անհրաժեշտ է պաշտպանվել, և պաշտպանում է իրեն ոչ թե բառերով, այլ սահմաններով, մարդիկ զգում են, երբ նրանք բախվում են մեկին, ով ոչ մի բան ապացուցելու կարիք չունի։ Այս մեկը քննարկումների մեջ չի մտնում, դա արեք, դա չի խոստանում, այն էներգիա չի ծախսում նրանց հետ, ովքեր արժանի չեն, և դա ապակայունացնում է, քանի որ բեմադրման աշխարհում դուք դառնում եք հանելուկ, և հանելուկը պատվիրում է հարգանք, լռությունը զրահ է։ Եթե սովորում եք ճիշտ ժամանակին փակել, դա անհնար կլինի կոտրել։ Կանոն 10. Եթե ինքներդ չեք վերահսկում, ձեզ վերահսկվելու են։
Ամեն անգամ, երբ այն կորցնում է համբերությունը, դա վիրավորվում է, ծուլությունն ու վախը տալիս է, այն դառնում է տիկնիկ, մարդիկ սեղմում են իրենց կոճակները և դուք արձագանքում եք, հանգամանքները փոխվում են և ձեզ ձգվում են հոսանքը։ Ստոկիտը հասկանում է, ինքնուրույն կրոլը շքեղություն չէ, անհրաժեշտություն է, առանց դրա, դու կորցնում ես նույնիսկ կռվելուց առաջ, աշխարհը կտեսնի, թեստ հրահրել, դուք կլսեք քննադատություն, դեմքի մերժում, կկորցնեք մարտերը, և եթե չգիտեք, թե ինչպես կարելի է ինքներդ ձեզ պարունակել, այն կկործանի շուրջը, նա, ով քանդում է հարաբերությունները, կհանձնի նախագծեր, հրաժարվում է առաջին խոչընդոտից, բայց եթե սովորեք տիրապետել, դա վտանգավոր կլինի, քանի որ այլևս չի լինի ուշ դառնալու համար, սառը, հանգիստ, դիտավորյալ, նրանք կփորձեն թակել այն, բայց չեն լինի, քանի որ այլևս տրամադրություն չեք լինի, այլ որոշում, եւ այս աշխարհում միայն որոշումները ձևավորում են իրականությունը։ Կանոն 11 Ոչ ոք պարտավոր չէ հավատալ, օգնել կամ աջակցել ձեզ։ Դա կարող է անկեղծ լինել, կարող է ձգտել առավելագույնը, բայց դեռ անտարբերություն կգտնեք, քանի որ յուրաքանչյուրը կրում է իրենց ցավերը, նրանց առաջնահերթությունները, դրանց սահմանները, եւ ոչ ոք չպետք է ներդրումներ կատարի իրենց ճանապարհով ստոիկ։ Երբեք կախված չէ արտաքին օգնությունից։ Շնորհակալ եմ, թե նա գալիս է, բայց նա չի պահում նրան, որովհետև կախվածությունը թուլացնում է նրան։ Դուք դառնում եք նա, ով ակնկալում է հաստատումը, կանաչ լույսը, ոգեշնչումը, ուրիշների հավատը, եւ սпасելիս։ Այն կանգնած է եւ վատնում է ժամանակը, աշխարհը լի է այն մարդկանցով, ովքեր գրեթե սկսեցին, ովքեր համարյա հասան, բայց բացակայություններ, ստոիչը չի սպասում, այն սկսվում է միայնակ, առանց երաշխիքների, առանց ծափահարությունների, եթե ինչ-որ մեկը միանում է ճանապարհը։ Հիանալի, եթե ոչ որևէ խնդիր էլ չկա, քանի որ նրանք, ովքեր իսկապես պատրաստ են, չեն փնտրում այն, ովքեր կրում են այն, պարզապես առաջխաղացումներ, եւ դա այն է, ինչը երազողներին առանձնացնում է փրկվածներից։ Կանոն 12 Կյանքը մարդ է, եւ դուք հանդիսատես չեք։ Կարող եք ձևացնել, որ ամեն ինչ լավ է, որ դուք միայն խաղաղություն, բարություն, կայունություն եք ուզում, բայց աշխարհը այդպես չի աշխատում, նա չի սպասում, չի խնայում, առաջադիմում է, թե ով է կանգնած, եթե դա չեք հասկանում, միշտ զոհ կլինեք։ Ստոկը գիտի։ Պայքարը բացառություն չէ, դա հիմքն է, պայքարեք ինքնուրույն հանգամանքներով, ներքին քաոսի հետ, ընդունում է դա որպես նորմ եւ չի բողոքում, բարերարներ չի խնդրում, քանի որ հասկանում եք, որ կյանքը ավելի հեշտ է, այն ավելի հեշտ է։ Դուք չեք ստանում այն, ինչ ցանկանում եք, ստանում է այն, ինչ պատրաստ եք ամեն օր պայքարել, ոչ լսարան, ոչ մի պարգև, պարզապես այն պատճառով, որ քո ներսում ինչ-որ բան ասում է, ես չեմ հրաժարվում, եւ երբ այս ձայնը վախից ավելի բարձր է դառնում, սկսում ես հաղթել, միանգամից ոչ անմիջապես։ Բայց անընդհատ, քանի որ նա վեր կացավ, քանի որ նա ընդունեց մարտը, եւ դա արդեն նշանակում է, որ նա գոյատևեց։ Կյանքը մարդ է, եւ այս ճակատամարտում չկա որևէ մաքրում, երաշխիք, ոչ դատավոր, կամ կռվում եք, կամ կորցնում եք լռության մեջ։ Այս 12 կանոնները չեն դարձնի ձեր կյանքը ավելի դյուրին, բայց ձեզ ավելի վտանգավոր կդարձնի, եւ երբ վտանգավոր եք դառնում, ոչ ոք չի կարող դա դադարեցնել։